Մի քանի բառ եմ ես ուզում ասել, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ Հայաստանի տարբեր սազգի պարլամենտների մասին։ Ուրեմն 6-րդ գումարման ազգային ժողովը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների հետևանքով։ Ուրեմն ռեյտինգային ընտրակարգ կար այդ ժամանակ, կուսակցականները իրար դեմել էին պայքարում եւ տեղի ունեցավ հերթական անգամ հանրապետական բանդայի ներկայացուցիչների կողմից, ոչ միայն հանրապետականներն էին փող բաժանում, գլխավորապես այդ փարոսը ազգային իրենց ձեռքում էր ընտրակաշարքի։ Հանրապետական կուսակցության ունևոր ներկայացուցիչները, ջոջերը տոպրակներով փողեր էին բաժանում։ Այդ պարլամենտը ձևավորվեց զանգվածային ընտրախախտումների հետևանքով։ Մարդիկ կային Շիրակի մարզում, մի 10,000 է տալիս էին, ասում էին 5,000 նկարես կբերես, բյուլետենը 5,000-ն էլ այդ ժամանակ կտանք։ Կային մարդիկ, ովքեր զանգվածային փողը, զանգվածապար փող էին բաժանում, չէին ընտրվում, գնում կռվով դավով իրենց փողերը հետ էին պահանջում, մի խոսքով այդ ամենը ոչ միայն Գյումրիում էր, Շիրակի մարզում էր, այլ Հայաստանի բոլոր մարզերում, Վանաձոր, Լոռում, Լոռուց մինչև Սյունիք։ Մի խոսքով այդ պարլամենտը, որը օրհնեց կաթողիկոսը, հետաքրքիր բան պիտի ասեմ, ինչքան իշխանություններն ապօրինի են, կաթողիկոսը ավելի մեծ խանդավառությամբ էր օրհնում, շնորհավորում, հաջողություններ ցանկանում, որպեսզի ել ավելի կեղեքեն երևի երկիրը։ Եվ նաև այդ պարլամենտի վերաբերյալ պիտի ասեմ, որ հենց այդ պարլամենտն էր, որ Փաշինյան Նիկոլին կարգեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ պարլամենտի օրոք էր, որ Սերժիկը եւ Միքայելը սարքեցին կեղծ բեմականացված հեղափոխություն, հանրապետականների մի մասը դուրս էր գալիս, ասում էր դուք գալիս եք Արցախը, հակաարցախյան շարժում է, այսինչ եք անում, մյուս մասը քվեարկում էր Նիկոլի օգտին։ Մի կողմից ասում են սա հայկականության դեմ է այս շարժումը, մյուս կողմից ապահովում էին ձայները Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի կարգվի վարչապետ։ Այդ պարլամենտի, այդ ապօրինի, երևի Հայաստանի պատմության ամենախայտառակ պարլամենտի լեգիտիմության համար կռիվ էր տալիս, գիտեք ով հարգելի բարեկամներ, կուսակցությունում, Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը այդ պարլամենտի լեգիտիմության համար կռիվ էր տալիս, հրապարակայնորեն ընդունում էր պարլամենտի լեգիտիմությունը, Թաթուլ Հակոբյանին 17 թվականի սեպտեմբեր տված հարցազրույցում, ոչ միայն ինքը, այլ նաև Փաշինյանի մանկլավիկները, Ալեն Սիմոնյան, Արադ Միրզան, ով պիտի հետագայում պարզվեր ազգային անվտանգության ծառայության գործակալը եւ այսպես շարունակ։ Եվ այդ պարլամենտը, հարգելի բարեկամներ, որտեղ մեծամասնություն էին ազգային ուժերը, հանրապետական, այսպես կոչված ազգային ուժեր, հա, Բարգավաճ, ազգային դաշնակցություն եւ ապազգային ելք։ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյանը, ազգայնականները, ազգայինները մեծամասնություն էին, ապազգայինները փոքրամասնություն էին։ Եվ ապազգայինների ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության վարչապետներ եւ կուրքը հայ ժողովրդի դուք էիք սարքել։ Ուրեմն այդ պարլամենտի վերահսկողության ժամանակ էր, որ 2018 թվականի վերջ ադրբեջանական զինված ուժերը առաջ եկան Նախիջևանի հատվածում 11,000 հեկտար։ Հələ վերցրեք ազգային ջոչերի ներկայացուցիչներից տեսնեմ որևէ մեկը այդ հայտարարության վերաբերյալ ինչ-որ հարց Փաշինյան Նիկոլին տվել է։ Ազգային ուժերի ներկայացուցիչներն ասում էին ինչու եք ուզում այս պարլամենտը լուծարվի, չէ որ ինչ օրինագիծ դուք բերում եք, ինչ որոշում դուք կայացնում եք, մենք դրական վիզա ենք տալիս, ձեզ գլուխ էիր գովում, Սերժի բանկլավիկները գլուխ էին գովում։ Այդ ազգային ժողովն էր նաև, որ այո ասեց Մանվել Գրիգորյանի կալանավորմանը, հիմա էլ գնում են հարգանքի տուրք մատուցել։
6-րդ գումարման ազգային ժողով, 7-րդ գումարման ազգային ժողովը, հարգելի բարեկամներ, ձևավորվեց այդ էյֆորիայի պայմաններում, այդ պարլամենտը լուծարվեց, պատմության ամենաանդեմ, ամենախայտառակ, ամենահանցավոր պարլամենտը լուծարվեց եւ տեղը եկավ, այսպես ասած, ուսապարկերի պարլամենտը, պարլամենտ, որը կազմված էր Նիկոլի ուսապարկերից, տեղի ունեցավ այդ էյֆորիայի պայմաններում տեղի ունեցան քվեարկությունները, լավ էին աշխատել մեդիա մասնագետները եւ հաջորդ ողբերգությունը հայ ազգի հետ տեղի ունեցած հաջորդ ողբերգությունը այս 7-րդ գումարման ազգային ժողովի կառավարման, այսպես ասած, պայմաններում տեղի ունեցավ։ Ծանր, դաժան, խայտառակ պարտությամբ դավադիր պատերազմ։ Պատերազմից մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, ես ինչ բանակցել եմ Փաշինյանի հետ, ինքը խախտել է, ես այլևս սրա հետ բանակցելու բան չունեմ, ինքը ինձանից խնդրել էր, որպեսզի ես մի քանի տարի ժամանակ տամ, Հայաստանում ռեպրեսիաներ անելու համար այսպես կոչված Արցախյան պլանի ներկայացուցիչների նկատմամբ ես այդ ժամանակը տվել եմ, բայց ինքը խախտել է այդ ամենը եւ բանակցելու այլևս բան չկա։ Դա տեղի ունեցել 20 թվականի սեպտեմբերի այդ հայտարարությունը 15-ից հետո։ Եվ անմիջապես այս հայտարարությունից հետո պիտի Փաշինյան Նիկոլին կանչեին պարլամենտով պիտի կանչեր պարլամենտ։ Փաշինյանին հարցեր պիտի տային, ով պիտի Փաշինյանին հարցեր տար, եթե տարբեր խմբակցությունները եւս գտնվում էին Փաշինյան Նիկոլի համապատասխան տեղում։ Այս հիմա կարող է լսեն ինձ ասեն, բա Ալիևի խոսքերը ոսկեղենիկ հայերենով ասած ասնավանի է, որ մենք հանկարծ փորձենք process գեներացնել։ Այդ հայտարարությունից հետո վարչապետը ելույթ ունեցավ 16-րդ վարչապետը ելույթ ունեցավ կառավարության նիստում եւ հաստատեց, որ այո, այդպիսի պայմանավորվածություններ եղել են, փորձեց հերքել, բայց հաստատեց, ասելով, որ խորհուրդ եմ տալիս Ալիևին չհրապարակի կոնֆիդենցիալ ինֆորմացիա, բանակցային այդ ամենի վերաբերյալ, թե չէ ես այդ բաներ կհրապարակեմ Ադրբեջանում տեղի ունենան ցավագին process-ներ։ Հետո պատերազմ, ռազմական դրություն։ Օրը մի քանի կիլոմետր նահանջող բանակի ներկայացուցիչները, օրը մի քանի կիլոմետր նահանջող բանակի ներկայացուցիչները Արծրուն Հովանիսյանի գլխավորությամբ այդ կեղտի դեմքով հաղթելու ենք, հաղթում ենք, մի ողջ սերունդ տարան մտցրեցին հողերի, բայրակթարների հողերի տակ, հետո բետոնների տակ։ Մի ողջ այս պարլամենտի օրոք է տեղի ունեցել։ Սկզբից ինչ էին անում, ավարտական դասարանի աշակերտներին տանում էին, փողոց փագել էին տալիս, կեղծ հեղափոխության ժամանակ, հետո այդ նույն աշակերտներին տարան մտցրեցին բայրակթարների տակ։ Արծրուն Հովանիսյանին դեմ էին տվել ժողովրդին, ասում էին հոդս ցնդեց Գյանջայի օդանավակայանը, սրան խփեցինք, հաղթում ենք, հաղթելու ենք, Գետաշեն, Շահումյան, այս պարլամենտի վերահսկողության տակ է եղել այդ ամենը։ Եզակի մարդկանցից եմ, եթե ոչ միակը, չէ, մեկ հոգու էլ գիտեմ, Դավիթ Շախնազարյանը հոկտեմբերի սկզբին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո խստացրեցին ռեժիմը, ազգային ժողովը ռեժիմը այնտեղ էլի խստացրեց եւ առաջինն է, ով 2020 թվականի հոկտեմբերի 12-ին պահանջեցի հրապարակայնորեն տասնյակ հազար մարդիկ նայեցին, տեղեկացրեցին խայտառակ վիճակ է տեղի ունենում, պահանջեցին Նիկոլի հրաժարականը, ոստիկանները լցրեցին տուն, ինձ մեղադրում էին, չգիտեմ ինչի մեջ, մինչև հիմա մեղադրում են, մի խոսքով։ Եվ հետո արդեն, երբ պարզվեց, արդեն հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ, հետո բերանները բացվեցին շատերի։ Սա 7-րդ գումարման ազգային ժողովի, այսպես ասած, կառավարման
ժամանակահատվածներ, այս խայտառակ պարտությունը, խայտառակ կապիտուլյացիան, հետո ձևավորվեց հաջորդ պարլամենտը, արգելի բարեկամներ, հաջորդ պարլամենտը ձևավորվեց, մարդիկ, Շուշին ընկած էր վաղուց, Փաշինյան Նիկոլը գրում է Շուշի համար մարդերը շարունակվում են, հետո կնքեց այդ խայտառակ թուղթը ստորագրեց, և մի քանի ամիս անց տեղի ունեցան նոր ընտրություններ, և ինչպես BBC լրագրողներ զարմացած ասում, это что-то невероятное, Փաշինյան проиграл войну, но выиграл выборы։ Այսպիսի բան կարող է տեղի ունենալ միայն Հայաստանում, որովհետև Սերժի պես ֆունկցիոներ կա և այդ ընտրությունների հաջորդ ընտրությունների լեգիտիմությունը առաջինը ընդունողներից մեկը Սերժիկ Սարգսյանն է, Փաշինյանի կնքահայրը քաղաքական։ Եվ հաջորդ ընտրությունը, հաջորդ պարլամենտի արդեն 8-րդ, հա, ասում է հա, տեղի ունեցավ 21-26 թվականներին կառավարեց այդ պարլամենտը, այսպես ասած, պարլամենտ չի դա, պարլամենտ սա չի, սա ինչ-որ ազգային գոմ է, ինչ-որ թվում ենք, և կարելի է ձևակերպել հաջորդ պարլամենտի գործունեությունը, որպես Փաշինյանի ստանձնած պարտավորությունների հակահայկական, որը ողբերգություն է, և այդ հակահայկական պայմանավորվածությունների խախտման ժամանակահատված, որի հետևանքով տեղի ունեցավ հաջորդ խայտառակ ողբերգական իրադարձությունը, Արցախի էթնիկ զտումը։ Փաշինյանը ինչ պայմանավորվել էր 20 թվականի նոյեմբերի 9-ին, դրանք խախտեց, որովհետև Ռուսաստանի մասնակցությամբ էր դա տեղի ունեցել, ինչքան էլ վատներ այդ պայմանավորվածությունը, բայց որ դու դա խախտում ես, բերում ես ավելի մեծ աղետ։ Եվ դու ստորագրում ես մի ֆրագմենտ, ըստ որի Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի, եւ այնտեղից զորքերը չես անում, դա բերում է 23 թվականի սեպտեմբերին։ Եվ դու 22 թվականի հոկտեմբերին ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում, բայց 23 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորում ես Արցախ հայության անկախության տոնի կապակցությամբ, իսկ մի խումբ այլ անմեղ սունակներ էլ արդեն ազգային անմեղ սունակներ, դաշնակ մաշնակներ, այնտեղ հեղաշրջումներ են իրականացնում եւ բերում են Սամվել Շահրամանյանի պես անմեղ սունակին, որը ձեռքը դնում է սահմանադրություն կոչվածի վրա եւ ասում է, որ մենք պիտի պաշտպանենք Արցախի ինքնիշխանությունը, այն պարագայում երբ Փաշինյան Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, երբ Փաշինյան Նիկոլը ստորագրել է մի թուղթ, ըստ որի Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի, դա բերում հանգեցնում է, սա կազուս բելի է, բերում հանգեցնում է ինչի, այո, էթնիկ զտմանին, որը տեղի ունեցավ, հայ ջոչերի շլինքներից վերցրեցին, տարան եւ լախ ասին ստորագրի, որ դու լուծարում ես Արցախը, լուծարում ես Ղարաբաղը այնպես, ինչպես կոոպերատիվ, այնպես, ինչպես բաժնետիրական ընկերություն, որովհետեւ դուք վերաբերվել եք Ղարաբաղին, իբրև բաժնետիրական ընկերություն կամ կոոպերատիվ։ Պավեստկաները բաժանել էին տալիս այստեղ Գյումրիում, Վանաձորում, չգիտեմ, տարբեր համայնքներում, քաղաքներում, գյուղերում արցախցի ջոչերը իրենց ունեցվածքներն էին բերում Հայաստանի Հանրապետություն։ Կոմբայնները, հեկերն էին վաճառում ադրբեջանցիներին ստեղից կոմպենսացում ստանում։ Իրենց ունեցվածքն էին բարձր գներով վաճառում Արցախի կառավարությանը։ 23 թվականին այս պարլամենտ, այդ հաջորդ սազվի պարլամենտի պայմաններում էր, որ Փաշինյան Նիկոլը նաև ջրեց Արցախում տրված օլիգարխներին բոլոր վարկերը, $800 միլիոն վարկ է ջրել։ Իհարկե այնտեղ եղել են նաև սովորական քաղաքացիներ, բայց Այրուզի բաժինը այն մարդկանց վարկերն եղել, ում դեմ իբրև թե ինքը պայքարել է եւ պայքարում է մինչեւ հիմա։ Մինչեւ հիմա։ Տեսնում եք ինչ հանցագործություններ են տեղի ունեցել։ Մեր աչքի առաջ, պատմաբանների աչքի առաջ, իրավաբանների աչքի առաջ, գողական տղեկի աչքի առաջ։
դատավորների աչքի առաջ, պաժառնիկների աչքի առաջ, դեպուտատների աչքի առաջ, որովհետև սուտ է եղել ամեն ինչը, հոգևորականների աչքի առաջ, ասում ես դիրքեր կան Հայաստանում, որտեղ մարդիկ հասնում են անցնելով, դուք սուտ եք հասկանում եք, դուք ինքներդ ձեզ ստատուսներ եք բաժանել, բայց դուք սուտ եք իրականում, դուք ձեզ այդ ամեն ինչը սուտ է, սա ասում եմ մարդով բացարձակապես որևէ ստատուս չունի, ու իսկապես իմ նման մարդիկ ես երկում պիտի ստատուս չունենան, դուք պիտի ստատուս ունենաք, բայց ձեր մասին պիտի գրեն, ասում ես Պավեստկան բաժանել է տալիս, Ավինյան Տիգրանում ճակատին գրված է Փսորյաց 15,000 ուղարկում են շատ էին Պավեստկա ստացողներից։ Դիրքեր, որտեղ հասնելու համար պիտի անցնես ադրբեջանական վերահսկողության տակով, զննում են, ստորացնում են, ձեռքերդ ասում են վեր բարձրացրու։ Լռություն, ասում եմ մի ամիս։ Պարլամենտը պիտի տրակեր այդ տուրից, հա։ Ինչի պիտի տրակի, թե պարլամենտում եւս նստած են ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Աղոն Վարդանյան, դու չես համագործակցել ազգային անվտանգություն, չես համագործակցում, բայց ինչու ես քեզ այսպես պահում։ Այդ որ ասում ես, ես պիտի կողքը կանգնեմ Իշխան Սաղաթելյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ չի, ձեր խմբակիցները գործակալներ չեն, չէ։ Ասում ես այդ լուրը, այդ տեղեկությունը, 360,000 մարդ է միջև հիմա կարտած է նայել, մեկ օրվա ընթացքում մոտ 100,000 մարդ նայեց, լռություն, հետո անցնում է 20-25 օր, ըստ էության պաշտպանության նախարարությունը հաստատում է, փորձում է հերքել, հաստատում է, ասում է, տեղի է ունենում հերթափոխը ըստ կանոնների, ես ինչ եմ ասում, իրենք ինչ են ասում, հետո Պապիկյան Սուրիկը ասում է, դե հա, այդպիսի դիրքեր կան, բայց զննություն տեղի չի ունենում, անցնում են ադրբեջանցիները, հայերն անցնում են ադրբեջանցիների կողքով։ Եվ այս խայտառակությունը, իսկ Պապիկյան Սուրիկը հրապարակային սուտ է խոսում, հրապարակային, այնտեղ կան հարյուրավոր տղաներ, որոնք մինչև հիմա անցնում են այդ զննության վերահսկողության ստորացման միջոցով եւ ըստ էության ոչ միայն իրենք են ստորանում, այլ ստորանում է իրենց ստորանալով ցանկացած հայ տղամարդ։ Ցանկացած հայ տղամարդ, ով սա գիտի եւ ամորալ դեբիլ ու բլուդակ չի, այդ ամենը իր համար ստորացում է։ Եվ այս իրավիճակը տարիներով շարունակվում է։ Մինչև հիմա Պարլամենտում 0 քննարկում, այդ խայտառակությունը տեղի ունեցավ 21 թվականի ընտրությունների հետևանքով ձևավորված պարլամենտի վերահսկողության ներքո։ Եվ ահա հաջորդ պարլամենտը Սերժիկը առաջ քաշեց Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը իր զբրոդն է բերել լցրել, հիմա տեսնենք Փաշինյանի հաջորդ Փաշինյանի դեմքով տեղի ունեցած հաջորդ հանցագործությունները ինչպես պիտի սրանք լեգիտիմացնեն։ Ձեր մասին գրելու են, այս անմեղ սունակներն էլ բան չեն հասկանում։ Հիմիկվա։ Ուժեղ Վրաստանը ինչ է խմբակցություն, այդ զբրոդի ներկայացուցիչները իհարկե այս թեմաները չի կարելի քննարկել, կեղծ հեղափոխության մասին չի կարելի խոսել։ Չի կարելի խոսել։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մասին չի կարելի խոսել պարլամենտում, այդ դիրքերի մասին չի կարելի խոսել պարլամենտում, կարելի է խոսել, թե օրինակ Ռուբեն Ռուբենյանը Թուրքիայում թուրք հանդիպել է, չի հանդիպել, թուրք կնոջը նայել է, չի նայել, թուրքի հետ սեքսերել է, չի արել, ու այսպիսի ապուշությունների մասին պիտի խոսան։ Այս ուբլյուդկները, հələ հետաքրքիր է սրանք իրենց բաները կենսագրությունները հրապարակեն, տեսնեն քանիսն են ծառայես, քանիսն են փախած։ Հələ որ ծառայես մարդ, ես իրենց ֆասոններից չեմ տեսել։ Ահա տեսեք, հարգելի բարեկամներ, հայ ջոջերը ինչ են արել, ինչ են անում
հայ ժողովրդի հետ։ Ու սրան զուգահեռ թուրքը վաղը կգա, թուրքը վաղը կգա, թուրքը վաղը կգա, թուրքը ինչ պիտի անի, որ դուք դեռ չեք արել։ Ինչ պիտի թուրքը անի, որ դուք մանտրայի պես առավոտից երեկո կրկնում եք ԿՊ հետ երկու տառերը, ես ձեզ ասեմ, որ եթե Սերժիկը եւ իր լրագրողները ուզենան, ԿՊ-ի հետ երկու տառերը, կուսակցություն, որը լուծարված է, եղել փաստացի, վաղը դուք կսկսեք օգտագործել բ եւ ե տառերը։ Այն մյուսը ո եւ ռ տառերը։ Այդ իրանք են որոշել, որ դուք այդ երկու տառերը պիտի կրկնեք, որովհետեւ բոլոր ողբերգությունները այդ երկու տառերի մեջ է պարփակված։ Օնիկ Գասպարյանը ԿՊ-ից էր, այդ որ ամեն օր կրկնում է ԿՊ, ԱԿՊ, Օնիկ Գասպարյանն էր ԿՊ-ից։ Պատիվ ունեցող, մեծ պատիվ ունեցող, ինչպես Սերժն է ասում, իրեն դրսևորել է, կարգին ձևով է դրսևոր, Սերժն է ասում, Արթուր Վանեցյանն էր ԿՊ-ից, Արթուր Դավթյանն էր ԿՊ-ից, Գենշտաբի պետը, ով էր ԿՊ-ից, Արցախի պաշտպանության նախարար Թիվն էր ԿՊ-ից, Շուշիի պաշտպանության պատասխանատու Սերգեյ Արստամյանը, ով հիմա քննչական կոմիտեի նախագահի խորհրդականն է, ինքն էր ԿՊ-ից, Արգիշտի Քյարամյանն էր ԿՊ-ից, Արգիշտի Քյարամյանի հերն է ԿՊ-ից, այդ կուսակրոն քահանան, ով կաթողիկոսին դավաճանեց, բայց իր անունը երբեք չես տեսնի որպես վերնագիր։ Տեր-Կեճոյանն էր ԿՊ-ից, 10 տարի նույնիսկ խարդախության հոդվածով էր անցնում այս մարդը, մնում էր Արարատյան թեմի փոխանորդ, ով էր ԿՊ-ից, Մհեր Գրիգորյան, քանի 100 հոգու անուն տամ, Միքայել Մինասյանն է ԿՊ-ից, այն 13 հոգին էր ԿՊ-ից, որ Նիկոլ Փաշինյանն էր ընտրում, Սերժն է ԿՊ-ից, Էդուարդ Շարմազանովն է ԿՊ-ից, որ ասում էր Նիկոլն ու Արթուր Վանեցյանը չլինի, այս պետությունը կկանգնի, իրանք են միակ աշխատողները, քանի 100 հոգու անուն տամ, որոնք ԿՊ-ի հետ որևէ առնչություն չեն ունեցել, բայց պետք է որ դուք այդ երկու տառերը միշտ կրկնեք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել, ինչպես Սերժիկի մանկլավիկ Էդգար Ղազարյանն է ասում, ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այն մի անասուն ուբլյուդկն էլ ասում է Հայաստանում տեղի ունեցել ադրբեջանա-իսրայելական հեղափոխություն։ Բան է ասում են էլի։ Իրենք էին մտնում ստատուսներ գրում Նիկոլ Փաշինյանի միտինգներին մասնակցելու համար մարդկանց խնդրում դուրս գալ փողոց, բայց ադրբեջանա-իսրայելական հեղափոխություն է տեղի ունեցել, բանը պիտի ասենք։ Այն մեկը կասի թուրք-իսրայելական հեղափոխություն է տեղի ունեցել, թուրքերը եւ Իսրայելը իրար հետ են, բայց ուզում են հայերի գլխի տակը փափուկ բարձ դնեն, իսկ որ չդնեն, դուք ձերանից ինչ եք ներկայացնում, որ Իսրայելը կամ Թուրքիան ուզենան ձեր գլխի տակ փափուկ բարձ դնեն։ Ինչ եք ներկայացնում։ Թուրքիա, Իսրայել այս խայտարակ սրված հարաբերությունների պայմաններում շարունակում են քաղաքագետները վերլուծաբերն իրար հետ են իրենք, բայ ինչ եք ասում։ Հայերի գլխի տակ է փափուկ բարձ են դնում։ Ահա մեր օրերն է սա, հարգելի բարեկամներ, այս մարդիկ, այս սիստեմ, այսպես գումար են խաղում մարդկային ճակատագրերի, իրավունքների, կյանքերի, առողջության վրա եւ ստացվում է։ Հիմա գլխավոր լեգիտիմացնող անձը, ինչպես ասացի, Սամվել Կարապետյանն է։ Այս քաղաքական անմեղսունակին է բերել Սերժը եւ իր զարմիկին, օլիգարխի զարմիկին, օլիզարին։ Սամվել Կարապետյանը եւ իր օլիզարը։ Իրենք են ստանձնել Փաշինյան Նիկոլի հանցագործությունների լեգիտիմացման, իրականում այս հանցագործությունները տեղի են ունենում, ինչպես դուք տեսնում եք, հայկական սիստեմի միջոցով, որը կազմված է Արմեն Սարգսյանից, խոշոր վինտիկները, հա, նախագահ, Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսը դուրս էր գալիս, գովաբանում էր կեղծ հեղափոխությունը։ Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսներ դա անում, կեղծ հեղափոխություններ ռեկլամանում։ Փաշինյանի հրամանատարության տակ կռվելու համար կոչեր անում վեհափառը, հետո պարզվեց պատերազմը դավադիր է եղել, բայց
վեապարը ձեր կոչով վստահ եմ հազարներն են գնացել, առնվազն տասնյակները կյանք են կորցրել, պատերազմը դավադիր է եղել, վաճառված է եղել, հստակ կանխորոշված ելքով է եղել, բան չկա ասելու պատեր այդ ամեն ինչի վեր, ձեր կոչով են բան եղել, մարդիկ շատերը գնացել նաև, չկա բան ասելու։ Փաշինյանը վեապարի մասին ամենավերջին, սա էլ ասեմ վերջը, ամենավերջին հայտարարությունները կանի, կին ունի, երեխա ունի, ինչ ասես չի ասի։ Բայց Փաշինյան Նիկոլը երբեք չի անդրադառնա վեապարի ընտրություններին 99 թվականի, գիտեք ինչու, հարցիկ բարեկամ, որտեղ գնում է հանրապետականի տակն է մտնում այդ ամենը։ Այնտեղ Վազգեն Սարգսյան կա արդեն, Արամ Սարգսյան կա։ Այդ մասին չի խոսի ինքը։ Հավաքել է այդ իր եկեղեցական բարենորոգման խումբ է հավաքել, Կճոյան, այդպես տարբեր, Արցախի թեմի առաջնորդին է բերել եւ բարենորոգում է եկեղեցին, եկեղեցական վերնախավը, իր իմացած ձևով բարենորոգում, իբրև թե, բայց որը երևի թե վաղուց բարենորոգման կարիք ունի, որովհետև դարձել է ցավոք սրտի թաղման բյուրո։ Սա Հայաստանն է, սա տալդա Հայաստանն է, տեսնենք ինչքան կշարունակի, ես վստահ եմ, որ այս սիստեմը փլուզվելու է։ Այս սիստեմը փլուզվելու է այս թեմաների մասին հանրային հեռուստաընկերություն։ Այս սիստեմի դեմը պիտի կանգնի հայի ցանկությունն է, որ հայի ձեռքով փլուզվի այս սիստեմը, իսկ եթե ոչ թող օտարի ձեռքով փլուզվի։ Այս ձեր տիրոջ մերը